Հայաստանի քննչական, դատական, դատախազական մարմինները ոտուձեռ են ընկել 150 օր կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու համար։ Արձանագրում են փաստաբաններն ու նկատում, այնքան արագ են գործում, որ իրենք որոշել են դիմել Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովին։ Պետք է դիմենք Գինեսի ռեկորդների գրքին։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատն ընդամենը 20 օրում Կարապետյանին ներկայացված այսպես կոչված փողերի լվացման մեղադրանքով ինչ-ինչ նոր հանգամանքներ է գտել եւ շատ արագ որոշում կայացրել, մինչդեռ նույն դատական ատյանում այլ գործերով բողոքարկումները տարիներ են ձգվում։ Եթե չեմ սխալվում, Գինեսի ռեկորդների գրքում կա հատուկ առանձին մի բաժին տիեզերքի վերաբերյալ։ Օրինակ, հենց սա կարող է գրվել այդտեղ, որտեղ սա տիեզերական արագություն է։ Իսկապես սա նույնիսկ լույսի ձայնի արագությունը գերազանցող վարքագիծ է վճռաբեկ դատարանի կողմից։ Տիեզերական արագությամբ են գործել իրավապահները, որպեսզի հասցնեն Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացնել, բայց պարզվում է վճռաբեկ դատարանի որոշումը Վարդևանյանի բնութագրմամբ ստվերային արդարադատության պայմաններում հայտնվել է միայն քննիչի մոտ։ Զուտ նրա համար, որ քննիչը միջնորդություն ներկայացնի։ Իրենք մինչ այս պահը չունեն վճռաբեկի որոշումը, այն անգամ դատարանի կայքում չի հրապարակվել, ինչը օրենքի պահանջ է։ Վճռաբեկ դատարանին հատուկ գնացել են իմ խորին համոզմամբ, բզել են, ասել են ընկեր շուտ արա, վերաքննիչում կրվեցինք ախր, առաջիացյանում ժամկետը լրանում ախր պետք է մուտք անենք։ 5 ամիս է 53 հոգանոց քննչական խումբ է աշխատում, բայց գործը դոփում է տեղում, որովհետև գիտեն դատարան գնալու դեպքում խայտառակ են լինելու, ասում են փաստաբանները։ Եթե չհաջողվի։ Քննչականը փաստեր չունի Սամվել Կարապետյանին ուղված ոչ միայն իշխանազարդման կոչի, այլև այսպես կոչված փողերի լվացման մեղադրանքներում։ Սա է իրավիճակը։ Փաստաբանները 20-ից ավելի միջնորդություններ են ներկայացրել քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի առերեսումներ լինեն Սամվել Կարապետյանի հետ, բայց քննիչները տեղից չեն շարժվում։ Ոչ մի նման գործողություն առերեսում եւ այլ չի կատարվում։ Միաժամանակ իրավաբանության հետ կապ չունեցող պնդումներ է անում դռնփակ նիստերի ժամանակ Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը։ Ոչ թե իրավական գործընթացի Սկանդալային տեղեկություններ են հայտնում փաստաբանները, պահանջել են հարցաքննել վկաներին, քննիչն ասել է, դա չի անի, որովհետև գիտի, հոգուտ Կարապետյանի է լինելու այդ վկայությունը, անգամ դատավորն է պահանջել ներկայացնել վկաների ցուցմունքները, ինչն անտեսվել է։ Քննիչը բարձրացավ եւ հայտնեց, քանի որ այդ անձը ձեր օգտին է ցուցմունք տալու։ Նոյեմբերի 18-ին լրանալու էր Կարապետյանի մեկամսյա կալանքի ժամկետը։ Դրանից մեկ օր առաջ երկուշաբթի նիստ է նշանակվել հակակոռուպցիոն դատարանում։ Փաստաբանների խոսքով, քանի որ ակնհայտ խախտվել են իրենց իրավունքները եւ մինչ այս պահը չունեն վճռաբեկ դատարանի որոշումը, դատարանը այս ամենը հաշվի առնելով պետք է մերժի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Միջնորդությունը պետք է մերժվի, ուրիշ տարբերակ չունի, դա պետք է լինի։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։